Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք, ես լավ եմ և իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում, հուսամ, որ դուք նույնպես լավ եք և սկսենք մեր հերթական վլոգը, այսուհետ ուզում եմ ձեզ բոլորիդ հրավիրել միշտ իմ ալիք, եթե դեռ գրանցված չեք իմ ալիքին, կխնդրեմ սեղմել զանգակոճակին, գրանցվեք, երբեմն կիսվեք իմ տեսանյութերով, այն տեսանյութերը, որոնք ձեզ հոգեհարազատ են, ձեզ դուր են գալիս, ուրախ կլինեմ, որ դնեք ձեր թանկարժեք և սիրելի սրտիկը, լայքեք ու նաև մեկնաբանեք, մեծ սիրով կլսեմ, կսպասեմ և կընդունեմ բոլորիդ կարծիքները, մեկնաբանությունները և լայքերը։ Շարունակեմ, աշխատանքից տուն եմ գնում, երկինքն այսպիսին է այսօր և ձեր համար նկարահանումներ եմ սկսել ու նաև ինչու չէ իմ համար, որ բոլորս միասին տեսնենք մեր իմ առօրյան։ Միգուցե ինչ-որ մի հետաքրքիր բան իմ կյանքից սովորեք, տեսնեք, հիշեք, մի ուրիշ հետաքրքիր բան ես ձեր մեկնաբանություններից սովորեմ, կարդամ, լսեմ, հիշեմ ու այդպես շարունակ մեկս մյուսին հարգելով շարունակենք լավ, մեծ, յութուբյան ընտանիք կազմել սիրելիներս։ Հոտ, արևը բացված, երկինքը կապույտ։ Հնա, այն կոմից արև այրև, դերին ես։ Ջան, գտնվում եմ նորից գալամարտ խանութում, հատ այս բաղաժակների չոպսերը նայեք, իսկական իմ կոֆեի բաժակնավարին է գրացա կաֆե, տեսեք, ջազվեն հետը մե հետեց կտղվարի եկա բաժակի մեջ, մի հատ սրանից շարնեմ, որ եթերների ժամանակ իրար կոֆե խմենք, չապսերը, պրետոմ ես նրանից թանգա, այսի 469, այսի 359, հələ նայեք, բիգ բոս, սիրելիներս, մի քիչ մեկնաբանեմ վլոգիս սկիզբը, ուրեմն 2 օր 23-ին և 24-ին հուլիսի սովորական նույն ձևով առավոտյան գնացել եմ սալոնում աշխատել, կեսօրին եկել տուն, գնացել երկրորդ աշխատանքիս մինչև ժամը 10-ն եմ աշխատանքի եղել, բայց մնացել եմ մինչև ժամը 12-ը և երեկոյան 24-ին, արդեն ամսաթվով հուլիսի 24-ին կիսուրիս ծննդյան օրն էր, առավոտյան հետը զրուցել էինք ու այդպես թողեցի գնացի գործի եկա, հենց այդ օրը ինչու է տպավորվել, որտև հենց այդ օրվա հետ համընկավ, երեկոյան տուն գալուց զգացի, որ թիակի շրջանում շատ ուժեղ կծկումներ եմ զգում ու այսպես այդ նույն շրջանի կծկումները նույն ուղղությամբ դեպի կրծքավանդակի շրջանից էլ է լինում, շատ վատ էի զգում, նստեցի մի բուռ դեղ խմեցի, 4 հատ տաբլետկա միանգամից խմեցի ու զգացի, որ նոր բաց թողեց այդ վիճակը, քանի որ սենց սիրտս ծակում էր, չգիտեմ ինչ էի զգում էի, որ ոնց որ քաղցս լինի, թթվասնի քաղց առաջանա մոտս։ Այդպես այդ օրը մի կերպ հասա տուն, քնեցի, արթնացա, հաջորդ օրը շան հալաթի վեր կացա, ինչպես ասում են, արթնացա, ճնշումը շատ բարձր, շատ ահավոր վիճակում, մի խոսքով սրտխառնոցներ և շարունակություն, մի հաջորդ օրը ավելի վատ վիճակ, ճնշումս մի քիչ իջացրեցի, բայց մի քիչ կարգավորվեցի, մի խոսքով շատ ծանր դեպք էի, այսպես ասած, զանգում եմ սկորի վխադնոյ օրա չեն գալիս, զանգում եմ, ասում են զանգեք պոլիկլինիկա հերթապահ կա, զանգում ենք հերթապահը գցում ա սկորի վրա, մի խոսքով ոչ մեկը չեկան, շաբաթ կիրակի էր ինչա թե, այնքան որ երկուշաբթի օրը մի կերպ ոտի եմ դուրս եկել, ես ինքս գնացել պոլիկլինիկա, որ համ բալնիչնի լիստ բացեն, համ էլ գոնե ինչ-որ մի ձևով ինձ օգնեն, բարձր ճնշումից չէի քալում, ազատվեի։ Դե ինչպես տեսնում եք, պոլիկլինիկայի հայաթում եմ, դեղերս փոխել են, դոզաները փոխել են, հիմա էլ через неделю. А тут такая погода. Сын мне подвез. И вот пока он уехал заправляться, тут такая погода. Сейчас жду, пока он придет. И мы вернемся домой. Поликлиника. Поликлиника. Наша поликлиника. Այո, այսպիսի օրեր են լինում մարդու կյանքում, սա էլ մեր սպասարկումը Լյուբերեցկի, ինչպես ասում են, սկորի պոմշի, ինչ խայտարակություն է, եթե վխադնոյ օրա կարասարխային մեռնես, հեռու քեզանից էլի, ինչ սպասարկեն քեզ։ Поликлиникայի մուտքը սենց չի եղել, որ ինվալիդնի коляске քոբանով քշեն, похвально, что есть еще инвалидная дорожка. Погода, как всегда, свое показывает. Գնամ տուն ես հպենամ ինչալի եմ երորդ օրնաճնշումս բարձր չի իջնում, դժվարդեն ես ամեն ինչի դեռը։ Այսպիսով սիրելիներս ես արդեն տանն եմ և քանի որ դեռ դեղերի ազդեցության տակ եմ, քիչ թե շատ դեղերս արդեն օգնել են, ազդել է,
Քանի որ այդ բշկուհին էլ մի հատ դեղ տվեց լեզվի տակ դնելու եւ հիմա լավ եմ բավականին։ Այսպիսով, սիրելի հետևորդներ ջան, իմ սիրելիներ ջան, ես քանի դեռ տանը մենակ եմ, դեռ ոչ ոք չի եկել, քանի դեռ ոչ ոք չկա, նախ ողջունում եմ բոլորիդ ասեմ ողջույն սիրելիներս, ինչպես եք։ Ես լավ եմ, խաբում եմ իհարկե, շատ էլ լավ չեմ, այսօր առավոտյան եղել եմ պոլիկլինիկայում, դեղերս փոխել են, արդեն 3 օր է ճնշումս չի իջնում, բավականին վատ եմ ինձ զգում, բայց քանի դեռ բոլորը տանը չեն, ես էլ դեղերի ազդեցության տակ եմ, ինձ թվում է ձայնիցս էլ է զգացվում եւ այս հանցագործը մեր տան բոլոր պոլկաների վրայով մանա գալիս։ Թափթփվածը միայն մազերս է այս պահին, որովհետև 3 ամբողջ օր տները մավքրտել, զբաղվել եմ, որ լավ լինեմ, շատ ուժեղ եղանակի փոփոխություն է սպասվում, իսկ ես շատ արագ ռեակցիա եմ տալիս այդ եղանակներին, շատ մեծիոզավիսիմый человек я, да, տենց ասած, շատ եմ եղանակից կախման մեջ, ինչ ենք անում, վերցնում ենք միայն մանուշակագույն մազակալ, այսպիսով հավաքում ենք մեր մազերը, վայ գլուխս վիզս փոկվում է, չհաշված, որ ունենք բարձր ճնշում, высокое давление у меня. Несмотря на все это, собираем волосы в пучок, начинаем убираться тут немножко, поскольку кошка у нас тудым-сюдым любит ходить. У меня вот тут кабачок, вот этот красивый Сарка. Ելներս հարցրել էին այն անգամ, որ ես ինչով եմ մեր խոհանոցը մաքրում, խնդրեմ, եւ այստեղ մարկիրովկ են հանել եմ ուղղակի, բայց մոտավոր ցույց տամ կջոկի։ Ստելադեզ է կոչվում, հատուկ սալոնի համար եմ գնել, սալոնի համար, ապարատի համար, առանց սպիրտի է ինքը, բայց շատ ընտիր անտիսեպտիկ է, որով կարաս եւ ձեռքերը մաքրես եւ ամբողջ պավերտնեսը։ Շատ լավն է, ինքը չի վնասում ոչ մի կարգի այս պավերտնեսները։ Եվ նաև ձեռքերի մաշկը չի չորացնում, բայց շատ լավ մաքրում է։ Հիմա սալոններում բավականին հարգի է հենց այս կարգի անտիսեպտիկը, հենց այս անունով, այս տելադեզա կոչվում, պրոստը ես մարդկանց ցույց չտվեցի։ Հարցրեցիք, ես դες ասացի, որպեսզի հավատաք, որ ես Փիստոից հետո առաջ մեր խոհանոցը միշտ մաքրում եմ։ Ինչու ես կադրից չհանեցի կատվին, Փիսիկին, իմ շատ սիրելի, իմ ընկերոջը հեռախոսի տակն էլ մաքրենք, հենց այս ապարատի վրա եմ դրել հեռախոսը, այսպես ամբողջությամբ տունը մաքրում ենք։ Միգուցե հետքեր թողնի ինքը ջրի լաքերի նման, չգիտեմ, դա այդքան էլ կարևոր չէ, ինչ որ իրեն արած աշխատանքը, հա, աղտոտված մասերը մաքրում է, այն մասերին հատկապես, որը պետք է ավելի շատ ձեռք տանք, եւ կատուն ամեն տեղին չի կպնում, այնպես չի, որ մեր փիսոն ամեն ինչ կպնում, բայց այդպես մաքրում ենք ամեն ինչ։ Այս բանջարեղենը լվացած է եղել, հիմա մի անգամ եւս ջրով էսպես կանցնեմ։ Մի խոսքով, սիրելիներ ջան, սա էլ ձեզ ապացույց, որ հավատաք ու համոզվեք, որ մեր տունը տենց այդքան կեղտոտ չի, փնթիություն չի։ Ուղղակի հաճախակի մաքրում եմ, անընդհատ ձեռքիս տակը, մեծ շշերի մեջ լցրած ունեցել եմ, որ փշիկ անենք, այսօր հետս տարագործի տեղը փշիկոկեն, թազն կհանեմ, կլցնեմ մեջը, այսպես։ Одноразовые салфетկաներ են, ես ինձ մի անգամ թաց եմ անում, ամբողջ են, որտեղ որ կատուն քսվել է, կպել է, նստել է, անցել է, ամեն ինչը մաքրում, նույնիսկ կատուի թաթիկներն եմ մաքրում սրանով, որովհետև երբ որ բաղնիք գնում գալիս է, տուալետ է գնում, իհարկե որ մաքրում եմ, որ շատ բակտերիաներ, կեղտերզիբիլներ դեսուդեն չբերի չտանի, ամեն դեպքում մեզ հետ ապրում ու ինքը ասենք երբեմն տանը չենք լինում եւ կարա բարձրանա էլ ինչ կա որ հիմա կենթանի է։ Իսկ հիմա չենք նայում, որ հիվանդ ենք, բանջարեղենից ուզում եմ հենց հիմա կոտլետներ պատրաստել, դդմիկով կոտլետ, քանի որ նվեր են տվել դդմիկները, իհարկե որ ես չեմ ցանել, այսքան էլ մի անգամից չէի գնի, դդմիկները վերջում էլ կատվի մազիկները, եթե իհարկե կան, շորերիցս հավաքեմ, այնպես որ այս հեղուկը ունիվերսալ է, այսպես կոչված, մի մտածեք թե մենք եսի, որ կատուն տաննա, совсем ոչ մաքրությունով ենք զբաղվում, ոչ չգիտեմ ինչով, հա, որովհետև մարդկանց մեջ կա տենց տպավորություն, եթե մենք տանը կատու ունենք, ուրեմն մենք ինչ կասախ կեղտոտ ենք ուտում կամ մենք ինքներս փնթի ենք, չգիտեմ ինչ ենք, չարաչար սխալվում ենք, մաքրում ենք, այդպես, անցա առաջ անցնեմ գործի,
Եվ այսպես էստեղ եմ աշխատելու հիմնականում այս պահին այս մրգամանը ինձ պետք չէ կողք եմ դնում եւ ինչ ենք անելու վարունգներն էլ կարելի է այստեղից վերցնել ճիշտ լվացած է բայց մի անգամ նորից ջրով անցկացնեմ վերցնեմ այստեղից դրանք էլ էս անհատես մի դողալի չայ ունեն ջրով որովհետեւ սրբի չայ վարուն գցած սրբիչը վերցրել եմ երեխեքը հիմա նորից կծածկեմ անցականաչ դդմիկներ եմ ուզում մշակենք, ամենակարևորը դա է։ Այստեղ ավելուկ ունեմ թրջած, նայեք ջուրը դուրս է եկել, ափսոսա իհարկե ես մուգ ջուրը, բայց ոչինչ։ Հեսա շուտով էլ կդնենք վրան կխաշվի, ավելուկով այսօր ոնց որ ասած բանջարեղենականաչեղենային խոհանոց ենք ունենալու, քանի որ ճնշումը շատ է բարձրանում, մի քիչ պետք է մեր ռացիոնին հետևենք, ինչպես ասում են սննդին, խաղալ պետք չի առողջության հետ։ Ինչքան մատների արանքով նայեցինք հերիք այն, որ ասում մեր առողջությանը անցանք առաջ։ Իհարկե այս ամենը, այստեղ ավելուկներ են թարմ վիճակով մատղաշ, հատուկ ցանովի ավելուկի տեսակ է, այսպես շավելա է, ռուսերեն ասած, այսպես երկու մեծ տուփ մաքրած պատրաստ լվացած արդեն տվել է ինձ, ծառեցրել են վարունգները իրենց հայաթից են, այս դդմիկները մեկը ցուկինի է կոչվում, սա կարծեմ, չեմ ամ ճիշտը ոնց է ճիշտը կգրեմ, երկու սովորական դդմիկներ են, իմ ձեռքով հավաքած հաղարջը, որ այս կադրի համար ուղղակի խենթանալ կարելի է, իհարկե շատ եմ հավանել, պետք է լվանալ եւ տեղափոխել սառցախցիկ, որովհետեւ ափսոսա որ կամպոտ սարքենք, ձմեռը չայի հետ շատ ավելի թեյի հետ ավելի լավ կլինի թարմ, իրեն պատրաստած դդմիկից պատրաստված ուժը ինչա կոչվում խավիարը հետաքրքիր ձևով է պատրաստում ինքը մորե մուրաբան արդեն մոր մի անգամ խաղել էր մուրաբա էր արել որովհետև շուտ է հասունանում թափվում է ու նաև թարմ մոր էր հավաքել մի մեծ արկղ ոնց որ սրան հավասար հասմիկին տվեցինք տարավ տուն համ իրեն համար էլ առանձին մորե մուրաբա վերցրեց համ թարմ մոր էլի ինչ որ բաներ մի խոսքով ինչ ինձ էր վերաբերվում ինձ տվեցին եկել եմ տուն այդ նույն օրը տեսել եմ մեծ տոպրակ հավի ձու տնական ձու տեքրսա տվել Արսենչիկին գործի տեղը բերել էր տուն մի խոսքով լվացել արդեն սառնարանն եմ դրել մի խոսքով ոչ գյուղի տուն ունենք ոչ հողամաս ունենք ոչ ինչպես ասում են անասուն ունենք բայց ամեն ինչ ունենք ինչի համար ասում եմ շնորհակալություն բոլոր նրանք ովքեր մեզ այսպիսի գյուղատնտեսական մթերքներով ապահովել են բնականը թե չէ ամեն ինչ էլ կարող ենք գնել խանութները լիքն են շուկաները լիքն են պայթում ամենտեղ էլ ապրանք փողական չն որ գնես բայց ոչ մի բանի մեջ ոչ համ կա ոչ հոտ կա ոչ էլ ինչ որ քաղցրություն կա բնական մթերք չկա մի խոսքով ես շնորհակալ եմ նման պատվի արժանանալու համար եւ այդպես շարունակ ամբողջ տարին ինչ միրգ հավաքում են այդ մարդիկ միշտ մուրաբա են պատրաստում մեր բաժինը առանձին ուղարկում ինչ խաղում են ինչ հավաքում են մեզ պատրաստ ամբողջ տարին ինձ կաբաչկայով ապահովել են ես խանութից կաբաչկա չեմ գնում դդմիկներ ճիշտն ասած տնեցիները շատ չեն սիրում բայց ես շատ եմ սիրում հենց հիմա բաներ այդ ինչա սրա մեջ վաֆլիների սամանը ճիշտ է դեն եմ գցել որովհետեւ տեֆլոնը մաշվել էր շատ վատն էր դիշովի բաներ մի հատ նորը երբ կգնեմ չգիտեմ տես տրամադրված էլ չեմ որ գնեմ բայց հենց սրա մեջ կփորձենք տեսնենք ոնց կստացվի մարդամեկն էլ ստարտում կանգնած նրա հայացքին ինձ անայում թե ինչ գործեր եմ անելու եղանակը այսօր կեսօրին այնպեսի ուժեղ անձրև եկավ մինչև պոլիկլինիկ Ալիսա ստոպ արա նախ սկսենք ավելուկից ջուրը լցնեմ տնեմ վրան խաշվի թրջոց դրած էր երեկվանից լվացա կեսօր մայրիկի սողարկած ավելուկն է լվացել ռեվետ մուկ ջուրը թափեցի բայց ջուրը քիչ է էլի պետք է դնեմ էլի կավելացնեմ այնքան որ այսպես մի այսքան փակի ջուր անպայմանում պետք է խաշվի երկար խաշվելու է սա մեկ Следующее что хочу показывать ինչպես կարելի է մուրաբան օգտագործել կտալս արդեն կեղտոտացրել է Ալինա տնական սովորական յոգուրտի վրա գավելացնում եւ համտեսում Ամենահամեղ ամենաբնական ստացվում է օգտագործում եմ ինձ սրա գրեչսկի Անմահական համուն է Սիրելիներս, ինչպես միշտ իմ հեռախոսի մարտկոցը նստելու հետ սեր ունի ամենաանհաջող պահերին
Այս ընթացքում հասցրեցի ես արդեն դդմիկները ծորկել, անցկացնել քերիչով, այդ ավելորդ դդմիկները հիմա սառնարանում տեղափոխեցի սառնարան, հիմա լվացել եմ հաղարջը, կտեղավորենք, կտեղափոխենք սառցեխցիկ ու կանցնենք պատրաստման եղանակին, ես ձեզ ամբողջովին ցույց կտամ ու կբացատրեմ, թե ինչպես եմ վարվել, հա, ուրեմն դդմիկները ծորկել էի, այդպես թողեցի ամանի մեջ, բայց միշտ շատ սխալ եմ անում, ծորկած դդմիկները հենց այդ պահին սկսում եմ քամել, այս անգամ որոշեցի մի քիչ ուրիշ ձև շրջանցել այն անհաջող պահը, որի մոտ չի ստացվում երբեք դդմիկներով կոտլետները ճիշտ պատրաստել, այսինքն ես միշտ քամում եմ, վերջացնում եմ, հետո վրան աղ եմ ցանում, համեմում եմ ու նոր ձուն եւ ալյուրը ավելացնում եմ, բայց դա շատ սխալ է, քանի որ դդմիկները հենց աղի հետ կոնտակտի մեջ են մտնում, անմիջապես ավելորդ ջուրը դուրս է գցում մեջից, իսկ մինչ այդ ինչքան ջուր էր դուրս գցել, դա 1/10 մասն էր, դրա համար դդմիկները ծորկելուց հետո աղ եմ անում, ամանի մեջ թողնում եմ աղով մի որոշ ժամանակ, մինչև լավ ջուրը դուրս գցի ու նոր քամում եմ աղից հետո, այդպես արդեն դդմիկներս ես այստեղ ծորկել եմ, պատրաստել եմ, ջուրը քամվել է, հիմա ձեզ հետ ջուրը առանձնացել է, ձեզ հետ կքամեմ, կցուցադրեմ եւ շատ համեղ բլութ կստանանք, հա, այդպես կոչված, հիշեցնում եմ, պատրաստելու ենք առանց յուղի։ Սիրելիներս, սա հուլիսի 27-ի երեկոյան ժամն էր, որը ես այդպես էլ չհասցրեցի իր ավարտին այս գործը, քանի որ նորից վատացա, անգել եմ մի խոսքով շատ վատ էի, այս ուտելու բան կար, երեխեքը եկան հաց կերան, գագը եկավ հաց կերավ, պարկեցին հանգստանալու, իսկ ես թե այդ ամբողջ օրվա սուետաներ, թե դեղի ազդեցությունը անցավ, չգիտեմ, դրանից հետո նորից վատացա, գնացի պարկեցի, թե իբր հանգստանա վեր կենամ շարունակեմ, այդպես էլ չստացվեց, ինչ կար, այդպես կիսատ թողել եմ, մթերքները սառնարան գցել ու մի կերպ վերկացել հաջորդ օրը արդեն պատրաստել այդ ամեն ինչը։ Այստեղ արդեն ձեզ ասում եմ բարի լույս, արդեն հուլիսի 28-ն է եւ ես ու Փիսոն թատրոն ենք տալիս։ Բարի լույս բոլորիդ։ Попросить будешь? Давай еще попроси. Ох. Давай. Еще давай. Иди тогда, дам тебе, няшку дам тебе. Давай еще попроси. Ох. Давай еще давай. Ох. Эценс խնդրում եմ няшка տանք։ Здесь спаси, ты заслужил. Спаси, ես քեզ няшка տամ։ Այս մեր բարի լույսն է ժողովուրդ։ Ծաղերս ես մասսարքել։ Մի հատ няшку попроси. Витю, молодец. Пошли няшку кушать. Еще, Витёки. Няшку дам тебе. Գիտեք իրան няшка է ящики տեղը։ Արի։ Ինչ ենք տալու քեզ, ինչ տեսեք ոնց է սպասում, վարցացի ստե։ Վարցացի։ Спасибо, բացեմ է, Փիսո ջան, спасибо, բացեմ։ Всё равно կտրվի։ Ոնց է սպասում։ Ահա հերիք քեզ։ Мишенчом керап, най. Еще хочешь, твоя моткис. Воль мордочки тут им сижу. Боморроца. Михатикель, когда мне хватит? Горчатасնելով չարազանում, վալուտ եմ քեզ, յուրը սիրուն, довольный котик։ Թեթիկներին նորից մեկի ձեռքից լպստում անցի մեկիշ։ Սիրունս, այ սիրուն, աստված ոնց է կոն մանգեղեցկություն ստեղծել, հա, ոնց։ Ես խեղծերը ոնց են ծառերս ծաղկև ինչը բարձացել են, մեկը կողքից շատ ճուղեր են տվել արդեն։ Այն թփերը, որ ես մտածում էի, որ այլևս չեն աճի, թարմ ճուղեր են տվել եւ իզուր չեն ասում համբերությունը
Շատ բան արժի, հա, նայեք թազա ճյուղեր եւ ծառս սկսում է նորից սիրուն անալ։ Հոգավոր կողքը նստած է, նայեք։ Կոտլետները երեգիրիկուն չհասցրեցի պատրաստեի, դրել եմ սառնարան, հիմա միասին կպատրաստենք։ Ձմերուկ ունենք, կտրենք, կուտենք, հեսա մի հատ սուրճ խմենք ու անցնենք գործի։ Ոնց չսիրեմ, ոնց դակժվեմ, այմ գժուկ, նստած սպասում կոֆես խմեմ, կոֆեն դրե ժողովուրդ, պամիդոր վարում կերա կոֆես, այս մեդով է վաֆլիները հասոներ առեն օրը, կեվ կերավ կեսը թողեց, ճշումս չապել եմ սավ գրել, դեղերս խմել եմ ծուցակը դրած, բայց որից կոֆե եմ խմում, Այս մեկն էլ ստի նստած, վրեժ շնչելով, խորը շունչ կաշելով, սպասում որ երբ պտի վեր կենամ իրան մի լավ համով զատ տամ, բայց բոլ այնքան կերել ա շատ արդեն։ Դու շատ ես կերել, չի կարելի այդքան, այդպես թինգը դու քնի, լիշ բաճ թևս լնի։ Լիշ բը կողքս լինի, այսինչ վեր ես ընգնում, ես խորքիցը պարկի, մոխալոշիկ դե թինգը դու։ Սիրելիներս 1 վայրկյանով խանութ եմ իջել, բարձրանում եմ տուն եւ միասին սկսենք պատրաստումը կոտլետների։ Вы знали, написано ежевика 100 грамм 149 рублей, 150 рублей 100 грамм։ Բայց այստեղ ինչքան է։ Դակշկրության համար բացեմ նայ։ Օրինակ, քանի գրամ ասա։ Наверное, еле-еле 100 грамм без этикетки, без ничего, ها։ Ուրեմն սրտիկներ ջան, վերցնում ենք սովետի վաղտի ամենահին մալիրովնի թասիկները, սիրուն, գեղեցիկ, միացնում ենք ես հարմարանքը, այսպես ցույց տամ, որ տեսնեք ոնց եմ միացնում, միացրեցի, հետո այստեղ մի խոսքով լույսը վառվեց, վերցնում ենք այս համապատասխան ժամանակ թե ուժգնություն, չգիտեմ ես սրա դե ոնց է, բայց դրա մորդին, անպայման ռոզվի ականջները պետք է լինի իմ գործի մեջ, դու ցերի տեղից, գնա այնտեղ նստի, հետ գնա, այդպես, հետ գնա, молодец, сидеть и не двигаться. Хорошо? Всё. Продолжаем. Ուրեմն այստեղ կանաչի ունեմ, այնտեղ ձուն է, մեր տնական, մեր հոպարի բերած ձուն։ Մի երկու կտալ ալյուր ենք ավելացնում, եւ տպնտոնց աղ ու մի փոջորիկել ինչ որ մի պրիպրավա կամ պերեց, կամել, ցույց կտամ, ինչ։ Հենց սրանից։ Շատ համեղ ֆորմուլ է տալիս, այսպես մի քիչ ավելացրին խմելի սունելի, մի քիչ կարմիր պղպեղ ունեմ, մի րոպե, ժողովուրդ, որովհետեւ արդեն ուտելս գալիս է, բայց աշկս չի տենում, թե ես ոնց պիտի սարքվի, մի քիչ էլ կարմիր պղպեղ, կծու լինելու համար, մենք կծու չենք ուտում իհարկե, սև պղպեղի փոխարեն ավելացնում եմ մի քիչ իմբիրի փոշի, իմբիրը ինչա կոչվում է կոճապղպեղն է, հա, շատ քիչ պորցիայի մեջ ընդհանրապես չի տրվում, շատ քիչ տեսնում եք совсем даже շատ է այդքանը, որտեղ շատ ուժեղ կծու է ու շատ ուժեղ աромат է տալիս, մի խոսքով սա գնաց վերև, հետ գնաց, մի քիչ էլ, մի պստիկ էլ ուղղակի չիստ եմ այ ինչ ունեք թամպես պիսոն վախեցա փախա մի պստիկ ենքան սիրուն գույնի համար ըստ թվում է գուշակեցի, ով չգուշակեց թող հարցնի, ով գուշակեց թող մեկնաբանության տակը գրի, տեսնեմ այդտեղին այդ ինչ էր որ ավելացրեցի, գիտեմ որ բոլորդ էլ գուշակել եք, սա խցիկի քանում ենք թարմ կանաչի, որը արդեն հետ եկավ, բայց պետք է սարսար վիճակում ես իրան ինչպես ասում են ջարդեի լսնեի արդեն բանի մեջ է, այս մասայի հետ խառնեի, բայց ոչինչ, մենք այստեղ ունենք մկրատ, խոհանոցային մեկի փոխարեն մի քանի հատ, այսպես ինչի՞ չի ուզում, ահա, այսպես հավաքում ենք եւ շատ արագ ունեմ մկրատ, որը вообще ունի 16 սիմենի, ինչ որ շատ մկրատ, շատ կանաչին մանր է կտրում միանգամից, ոչինչ ժողովուրդ, մեզ այսքան մեկը երեխեք չեն ուտելու, մենք կանաչից չենք զզվում, չենք վախենում, որ մեծ լինի, ոչինչ։ Հեսա մի քիչ մանրացնել, որտեղ արդեն հալում է ուղղակի, ինչեր նկարահանեմ, շատ արագ կտրտեմ, որ այս sense մի քիչ սամից, իրանք sense սարմանած որ համ մեզ մուք են լինում, բայց դե դա չի խանգարում մեզ։ Ահա, մի քիչ էլ սամից Քեզ դրանն էլ այնպիսի մի հատ անձրև ակալիս, էլ չասած։ Սրանք սարսեղցիկ տեղափոխեն և միանամ ձեզ սիրելիներից։ Այդպես, ինչն ենք անելու, հիմա մեզ վերցնելու ենք ալյուր։ Ալյուրը կարող է լինել տարբեր, ես կվերցնեմ իհարկե սովորական ալյուր։ Ինչ ենք անում, կադրակը հանեմ ես կարիխը, որովհետև շնորհք մեջին էում եմ կողի, չէ ժողովուրդ ջան։ Ահա, ինչ ենք անում։ Այստեղ մի անգամից վերցնում եմ 2 գտալ ալյուր, 2 գտալ ոտ 1, այս էլ 2։ Մի քիչ էլ ավել է սավոկով ասենք, սենց ավելացրեցի։ Ալյուրը լավ էլ սովորական ալյուր էլ չենք ասում, վայ, ուտելու։ Բերեք, բան վերցնենք, ինչա կոչվում դուք ասեք։
քիչ ալյուր, աղջալեցինք, ու այս ամեն ինչի հետ, այստեղ թափթփեցինք ալյուրը, անտմաշի նման, մի քիչ սենց կանենք, ոչինչ ասում, ձեռով չեն սրբի փող չի գատում, բայց ով ասում է, թող տենա, որ ես դրակով սրբեցի, փողը միշտ էլ գա ու գնա, առողջություն ասեք մնա, առողջություն, փողը գա, գնա ծախսվի այն ինչին, որ պետք է, ամփոխ չմնանք, եղնից ասեք, հիմա, մի հատ այսպեսի ձու, որովհետև գնաց դուն արդեն ներվերս վրազդում այդ հատ կասում, մի հատ էլ տնական ձու, ըմտիր, ոյ, հուսակ տունք ճարդվեցինք նրան, այս թվում է կարելի էր տաժը 2 հատ ձու գցել, որպեսզի էլ ավելի լավը լինի, բայց կարող է և մի տեսակ ցեղ դառնա, բայց դե չէ, չեմ կարծում, այսպես, հիմա մի քիչ էլ աղկանեմ երևի մի հատ էլ ձու կգցեմ, вообще պորցիան 2 հատ է տալիս, կներեք ժողովուրդ ջան, մի հատ սենց հայավարի, տնավարի, այսպես իրենք ձեռք սկսեմ խառնել, այդ ձևական գթալ-մթալով խառնելները, ես ֆուդ բլոգեր չեմ, հա, որ հատուկ չգիտեմ իշ ֆուդ տեսանյութեր նկարել, մենք ենք մեր ոնցով տնստանա, ես դուք և հեսա իմ ոնքել կգան, ես հոկա գիտենք ուտելու այս ամեն ինչը, Արսեն չի սրանից չի ուտում, դե Հասիկան էլ տունը չի, չէ, մի հատ ձու որ ավելացրեցի սլիշկամ կլինի, որովհետև ինքնը փապկեց արդեն բավական, մի պստղունց էլ աղ ենք ավելացնում, մի պստղունց ավելի ճիշտ, մի պստիկ ուզում էի ասեի, ստացվեց մի պստղունց, հենց, մի հատ էլ աղի հետ խառնենք շատ սառնա, երեկվանից դրել եմ սառնարան, սառելա լավ, այսպես, խառնեցինք, մալադեց մեզ, պետք է թողնենք մի քիչ համերը լավ խառնվի իրար, բայց ես ոչ հավես ունեմ, ոչ ժամանակ, հետո շատ սոված եմ, այս հենց 2 ձեռքով կոտլետներ ենք անում, մեր ես հարմարար ձեռքը բացում ենք, և ես թվում է կադրի մեջ երևում է, ու այսպես գնդիկ շարում ենք ու տափակացնում ենք, այստեղ լավն այն է, որ մենք կարիք չունենք յուղ քսելու, թեթի մեջ տապակելու կամ յուղոտացնելու, հա, ավելորդ ծանրաբեռնելու մեր կոտլետները, ու ինչպես տեսնում եք շատ լավն է, քանի որ լավ ջուրը քամածա մեջից չի հոսում, հետո էլ բանջարեղենը ինքը սառն էր, ջրիկացած չէր, ինձ թվում է ջրիկ չի էլ լինի, այսքանը հերիքա ալյուրն էլ բավականին լավ է, որ այսպես համեղ բան ստացվի, ոնց ասում սոչնի համով կոտլետներ չստացվի, հա, որպես ես իմ խմորից սարքած բլինչիկներ անուն էլ դնենք, թե դդմիկով է, այսպես ձևավորում ենք, հետո սիլիկոնե գթալով կվերցնենք, այս էլ արագ տնավարի արեցինք, շարեցինք, կլորիկները, կպակենք և սպասենք տեսնենք երբ է պականում, երբ է թխվում, կշրջենք, հետո մյուսը, ես թվում է փոքրիկներ ավելի սիրուն են, մի քիչ մեծ ստացվեց ես մեկը, Էսենց, ահա, կընտրեմ, ինչ կանամ 1, 2, 3, 4, մի հատն էլ ձևի համար մեջտեղը կդնեմ, թող լինի 6, բայց մեջտեղինը շատ ուշոտ է եփվում, քան ծայրերինը, ասեմ ձեզ իմանաք, ամենայն դեպս մի հատ էլ մեջտեղը դրեցին, շփշփալ են անձրև, բանեմ հեսա եղանակներ տենակ, մի հատ ցույց տամ, տեսնենք ինչպես է, որ կարողանանք հետո դոյի ոսկեր ցույց տամ ձեզ, այսինքն դոյի ոսկեր, որն այս ուտելու ենք ոսկեր չեք տենալու, խոսքով ժողովուրդ ջան, հեսա այսպեսին է, հեռախոսի ստվերը ընկնում է, այնտեղ էլ Անձրև ես պատուհանը մաքրեցի, մտքովս էլ անցավ ասեցի, հեսա ուր որը անձրև կգա, նայեք, ես դրսում էի սև ամպեր էր, մինչև հասա տուն, լավ էր տուն մտա նոր էսպես սելավ սկսեց, ինչպես միշտ Մոսկվան իր դերում է, ես էլ իմ դերում եմ, գնամ, ոյ կայծակ խփեց, գնամ ճաշը պատրաստեմ, որ հավաքվեն, սոված կլինենք, հաց ուտենք դրսից եկողի համար, տան էպած պատրաստ ճաշը շատ լավ է լինում, այդպես սիրելիներ, ծաղիկները արդեն պետք է ջրել, ահա, մադամը ժամանեց Լվածքս փռած արդեն չորացել է երեք բալվածք, նա պետք է հավաքեմ ու նորը փռեմ, հա, մուկես բռնելու այսօր, երեք մի հատ մեծ ճանճ բռնեց, խրթխրթալ են կերավ, անուշ եղավ, խորովածի մատերիալ էր, ահա, նստենք, թեղտի սպասենք վաղտին, մենք էլ կանգ մեր կոտլետները այսպես փակենք, սրտիկներ ջան, ու սպասենք տեսնենք ինչ կստացվի, այս արքի մեջ առաջին անգամ եմ սարքում, միշտ պատրաստել եմ բանի մեջ, այդ ինչա թավայի մեջ, ու շատ դուրս չի եկել, չի ստացվել մեր պլիտան էլ մի քիչ որ թեժը, այն որ ասում է թույլը չես կարում բռնացնես, շատ անհաջող պլիտա է միջայլոց Բորդեից մեծ ռոստեկով գնացինք ու հղարցներս կախել եմ ստեյջ չի եղնելու այս լուչը ստեղից վերցնեմ, ուղակի պոչերը կհանեմ ու իրենց էլ կտեղափոխեմ սարցախտի գեղեցկություններ, այտենց, ինչև թակ ստացվի, ուրեմն այստեղ ինչ ունենք, մի հատ սխտոր, ասենց, կարան և չկիսենք, սառնարանից եմ հանել, սարցախտի գիտավերի մի քանի հատ բուջուրիկներ հետո ասենց սխտորիկներ մի հատ սոխ, մի կերպ սենց կտրտելու անեմ, հեսա այս աղացը ինքը լավ չկղանի վանք սարքի, ոնց են ասում, երեկվա ավելուկը խաշել ենք էլի, խաշած մնում է, այդ ավելուկը կտապակեմ, այսօր սենց շատ բուցական առողջարար, աղիները մաքրող, աղիները պնդացնող և աղիները ընդհակառակը մարդողությունը կարգավորող երկու ճաշատեսակ ունեմ,
Մենք պլովն ենք բրնձով մսոպանով տենց պատրաստված ուզբեկսկի պլով կարգավարյացի են էլ եկատեսա արդեն փչացել էր չնայած որ սառնարան էի դրել բայց միևնույն է մի որ շոկ էր մեկ որ մնացել էր դրսում մինչև ես աշխատանքից կամ երեքներ փչեր կտրեմ սառնարան գնի իսկ այդպես փչացել էր Երող կլինեք գժական ձայների համար, բայց ուրիշ ձև չունենք, այսպես հանում ենք մեր հավան, որի մեջ սևացած է արդեն, ոչինչ, ուրիշ չունենք, ավելացնում ենք ուխա, այստեղ, ահա, վերցնում ենք սող, ավելացնում ենք այստեղ ձեթ, շատ, այսպես ձեթը ավելացրեցի, ահա, զեյթունի յուղա, ինչպես միշտ գիտեք ես դրանից եմ օգտագործում, տեսակ ինչքան ավելացրեցի, բոլ ավելացրեցի, հիմա դնենք գոջախին ինքը տապակվի, այս ամենը, սիլիկոնի լապատկաները, այսինց, գնաց գազոջախ սա, մինչև այդտեղ մենք ավելուկը հեսաշուշուտով կտրտենք, հիմա հանցանք ավելուկը տրտելու, այստեղ, ավելուկս այստեղ է, վերցրեցինք, վերում ենք նաև սա, և ինչ ենք անում, այս ավելուկի ջուրը չենք թափում, այսպես ավելուկները մեջից հանում ենք, բայց շատ չենք ճզմում, չենք մզում, ոնց որ ասում են, ճիշտ է իրենք կտրտված են, մի քիչ լավ քամ ունենք, որ լավ տապակենք, հետո այս ջրից մի քիչ կավելացնենք այդ տապակած ջրի մեջ, ավելուկը քամեցինք ջրից, հիմա այսպես դրել եմ և կտրտում ենք կտրտում ենք առաջի գունդը այս կողմ, երկրորդ գունդը այս կողմ, այսինց ճիշտ է իրենք կտրտված են, բայց մի հատ էլ այսպես եմ մանրացնում, շատ լավ եփված է, չի փափկել և բինդ չի, ուտել հնարավոր է։ Կարի ամենաառողջարար մթերքներն են այսօր իմ խոհանոցում, իմ հետևորդներիս հետ միասին։ Իվարկի եմ սպասել։ Ահա այսպիսի գեղեցկությամբ պետք է շարունակենք, ծաղիկները շուտ էի ուզում բերեի դնեի տեղ բորացա։ Դեր համար գեղեցիկ տեսարան ստեղծեցի և անցանք գործի։ Կտրտում ենք։ Ինչու եմ այսպես կրշկան առանձին վերցրել, որ կտրտածը մի անգամից լցվի այս ուտեղ։ Կաստրուկացայիս կափարիչն է։ Եկ գունդեր մի կերպ ստացվել, մի հատ բուջուրիկ հյուսեր։ Իսուր մայրիկս էր ուղարկել ձմեռը, փետրվարին էր ուղարկել, այսքան ժամանակ չենք օգտագործել, կամ տանը չեմ եղել, կամ չգիտեմ, առիթի ենք սպասել երևի, տենց ոչ մի առիթ էլ չկա, ամենալավը մենք ենք, մեր առիթը մենք ենք։ Միշտ մի նյութգար բան, մի լավ բան, որեղ նման ասում ենք սպասենք հյուր ունենանք, հետը կիսվենք, ուտենք, մանավանդ, որ Հայաստանից է գալիս։ Քանի որ տեսնում եք հյուրեր չունենք, մենք էլ առավոտից իրիկու աշխատանքի ենք, ոչ հյուր ենք գնում, ոչ հյուր ենք տանում, ոչ հյուր ենք բերում։ Այսպես, մենք մեզ հյուր ենք գալիս, պատրաստում ենք և ուտում ենք։ Ահա, սիրելիներ ջան, այսի սենց կտրտեցի։ Սոխս արդեն տապակվում է, ձայնը լսվում է իհարկե, և ամեն ինչ շուտով պատրաստ կլինի։ Այդպես, սրտիկներ ջան։ Այս տախտակս էլ մարտի 8-ին Արսենչյան դպրոցում ծնողների համար երեխաները նվեր էին պատրաստել, որ են փորագրած դաժե մաքրվել է լավ։ Մինչև օրս պահում եմ մեր երեխեքի դպրոցական հիշատակն։ Այդպես սիրելիներ ջան, հիմա այստեղ քանի կտրտված վիճակում աղ ենք ցանում ամեն ինչի վրա, աղ ցանենք այսպես։ Ստվում է բավական։ Մի քիչ է սոխն ու ձեթը աղ քաշեն իրանց մեջ, երիքա ինքս ասեմ ալանի է, լավ չեն եպել, շատ կերմակաղա, ինչքան էլ երևում է միևնույն է, շատ էր։ Այդպես սիրելիներ ջան, եւ էլ ինչ ենք նախապատրաստում այս ամենի համար։ Ձու պետք երևի չէ մի հատ հերիք կլինի։ Այստեղ կջարդենք մեն մի հատիկ ձու եւ կսպասենք ամեն ինչի պատրաստելը։ Ստացել տապակվել է, տորի հետ միասին։ Որ մաբրաշիայի վաշով լիմոնի ուշադիր եղեք, տեսեք ոնց է, այսքանը բավական է, մենք շատ չենք բանում, այնքան որ մի քիչ խաշվել է, մենք չենք տապակում սոխը այնքան, որ վառվի, այսպես ավելացնում եմ ավելուկը, քանի դեռ տակ-տակ է ու տանեմ դնեմ գազոջախին, մի քիչ կխաշվի, այսպես հավեսով, ժարիտ կեղնի ոնց որ ասում են, կտապակվի այսինքն,
ու հետո կավելացնենք մի պստիկ ձու։ Ձուն ըստ ցանկության, մարդկա ավելացնում, մարդկա չի ավելացնում եւ այս ամեն ինչը ուտում են անպայման սխտոր մածունով։ Գնացին գազոջախ։ Սխտորի հոտը անուշ բուլում է, բայց ժարի տեղած սխտորի հոտ չի գալիս, այն որ վառածահոտ է գալիս մի տեսակի սխտորի։ Այդ հաճությունը շատ վատն է, հենց չեմ սիրում։ Հիմա ինչ ենք անում։ Ոչ միայն մեզ ինչ խոհանոց սարսը խցիկից վերցնում ենք 2-3 հատ թող լինի սխտոր, սառեցված է եւ արդեն մաքրված։ Ինչ ենք անում։ Սխտորը ջարդեցինք, վերցնում ենք ամենահայկական մածուն արմյանսկի, իմ համար մեկա թե ինչ ֆիրմա է, միայն թե արմյանսկի մածուն։ Չհամարեք թե Ռուսաստանում ենք, հայկականից չենք օգտվում, հենց Հայաստանի մածուն։ 1 2 Եվ այսպես ստացվում է սխտոր մածուն, մի պստիկ էլ աղ ենք ավելացնում, մեր սխտոր մածունին ձուն էլ մի քիչ աղոտացնենք, որ մեր մածունը փակեցինք, տարանք տեղը դրեցինք, հիմա տեսեք, այսպեսի մածուցիկ ենք, այստեղից էլ կօգտվենք, այսպես էլ կդնեմ սեղանին, մենք ենք մերոնցով, այդպես, քիչ էլ կարելի է, սխտորը այսպես մածունի հետ ծեծել, հետև սխտորը շատ չեմ մանրացնում, ես սիրում որ սխտորը կտրտած ենք օգտագործում, որտև սխտորի մեջի լավ նյութերը կտրտելուց հետո դուրս է գցում, գիտեք չէ, ջարդված է լինում, շատ ավելի լավ է ակտիվանում սխտորի կարևոր նյութերը, խնդրեմ, անում սպասենք բոլորով, հավաքենք, սիրում խնդրիկ անենք, հիմա մի հոտ էլ, սա էլ դրեցինք մի կողմ, այստեղից բացենք, Ինչ ենք անում, հեռախոսը վեր ենք գցում։ Այստեղից բացեցինք։ Հիմա այս կոտլետները հավաքենք, ուզում եմ տեսնեք ինչպիսին են։ Ընտիր կոտլետները։ Կարելի է, բայց մի քիչ է թողնել, պարտադիր չի մի անգամից հավաքել։ Ձեզ շատ սիրուն են։ Թե աչից, թե թարսից։ Այսպես։ Աչածն էլ է սիրուն, թարսածն էլ է սիրուն, այնց ցեխմեղ չի, շատ ընտիր կոտլետները, խնդրեմ, թե աչից, թե թարսից, ուզում եք էլի սխտոր մածուն լցրեք վրան, ուզում եք չգիտեմ ինչ լցրեք, այսպես կարելի է մի քիչ այսպես ձևավորել, էլի սխտոր մխտորով ու համտեսել, ինձ հիմա կփորձեմ ձեզ հետ միասին եռմանա, բայց շատ լավ է Իրան Պրոստը սուպերսկի խնդրեմ ընտիր բլյուդա ստացվեց այս սխտորով գցածը փակենք թող մեջը քաշի այս էլ սենց թողնենք անցնենք մյուս կլորիկներին այն բանան տեղավորենք ուզում եմ ձեր հետ անեմ որ տեսնեք որ արդեն սառածը հետ է եկել մի քիչ բան արի ջրիկացել է խմորը մեր, բայց ոչինչ է սենց ենք անում, մնացածն էլ սիրուն շարենք, էլ շատ չեմ կլորացնում, թեկուզ կձև, այսպես շարենք, որ շուտ լինի, որտև ավելուկս արդեն վարվում է այնտեղ, որ ուզենա կվարվի այսինքն, սրանով տեսնենք սենց սիրունացնենք, այնպես, շատ ընտիր բան է, այս հարմորանքը շատ լավ է, որ առանց յուղի առանց ձեթի կարելի էր երկու մասի բաժանել, այսօր հալարկոտություն արեցի, լինի երկու հատ, որս վերջացավ, ամեն ինչ վերջացավ, ասել այսպես, հիմա այսպիսի մի բան եմ որոշել, մինչև սա այս տեպը դրանեն, մեր ավելոկը բերեմ այս կողմ, ձեզ խույց տամ, հեռախոսս մի քիչ դժվար է ֆիքսած տեղից վերցնելը, ինչ եմ ուզում ցույց տամ։ Խոսքոջիկ մեր ավելուկը, կարելի է նույնիսկ ջուրը չավելացնել, որտեղ շատ լավ ստացվել, Հիմա մի կեսը կթողնեմ ուղղակի այնպես, մյուս կեսին ձու եմ ուզում ավելացնել, որովհետև ոչ բոլորս ենք ուտում ձվով, բայց ասեմ որ ավանի է, դեպքում չեմ արել, աղ ավելացնենք, երկու կողմին էլ մի քիչ սենց անենք, որ շուտ լինի, այդպես, բայց ինչ ընտիր համոլ ժողովուրդ չէ, ընտիրություն, այսինքն երկու մասի եմ բաժանում, այն մի կեսը կմնա, այս նույն ցանցալից մի կողմից ձու ավելացրեցի, մյուս կողմը թողեցի առանց ձվի, ջուրը չեմ ավելացնում, որովհետև լավ
Օրը ավարտենք 19:46-ը։ Մոտեցել հացուր ճաղանք սիրան։ Երեկոյան դեսերտ ենք։ Մի քանի հատ պիտի չի ուտենք։ Որ համարեն գեղեցիկ ավարտել օրվա։ Գնանք սուրճ խմենք, դուք էլ նստեք մեր տեսանյութը նայեք, ում ես այդ հավասար սուրճ խմեք, սիրելիներ ջան, բոլորիդ բարի խաղաղ լավ օր եմ մաղթում, չմոռանաք լայքեք մեր տեսանյութերը, չմոռանաք մեկնաբանեք եւ ձեր կարծիքները թողնեք իհարկե, հարցերի դեպքում կարող եմ պատասխանել, ինչ հարց կլինի, այնպես որ ձեզ բարի դիտում, ու չմոռանաք գրանցվել իմ էջին, կիսվեք ձեր ընկերների հետ, ծանոթների հետ, թող գրանցվեն մեր էջին, քանի որ քանակը որ ավելանա, խոստացել եմ լավ նվերներ ունեմ ձեզ մատուցելու։